Բոլորին բարի երեկո կամ բարի օր։ Փորձում եմ ինքս իմ համար հասկանամ, ինչ ֆորմատով կարելի է խոսել, որպեսզի ավելի հասու լինի իմ խոսքը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի լրատվականներին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին սատարող մարդկանց, այլ ընդհանրապես հայերին։ Ուղղակի խոսել մի ֆորմատով, որ հասու լինի ժողովուրդ հավանումների քանակը հավաքել, ես երբեք լայքերի կամ սրտիկների կռիվ չեմ արել ոչ մեկի հետ, ոչ էլ մրցումի մեջ եմ մտել, բայց դրա մասին էլ խոսամ։ Ամեն ձև փորձում են անջատել։ Ամեն ձև չեն թողում խոսամ։ Մի հատ կրկնեմ։ Համացանցում տարածվել է տեղեկատվություն եւ նիկոլական բլոգերները, նիկոլական իշխանական թևը լծվել է մի իրավիճակի իրադրության քննարկման, որ մեր ԱԱՑ-ն, որը Նիկոլի ձևակերպմամբ կոչվում է ազգային անվտանգության ծառայություն, բայց շատ ու շատ հազարավոր հայերի գնահատմամբ դա Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ծառայությունն է, վերածվել է այդ ծառայության։ Հրապարակել է փաստաթուղթ, որտեղ նշված է, որ վեհապարի եղբայր Եզրաս Սրբազանը ԿԳԲ-ի ագենտ է։ Ես միշտ ասել եմ իմ կարծիքը, այս անգամ եւս կխոսեմ իմ անունից։ Նիկոլ Փաշինյանը պատկանում է այն տեսակին մարդկանց, եթե կարելի է Նիկոլին մարդ համարել, ով երբեք չի կարողանում կուլ տա իր պարտությունը, ով միշտ սովոր է հաղթանակի, այսինքն ցանկացած հնարք կարա գործ դնի, որ ինքը հասնի իր նպատակին։ Ինչ էր պլանավորել Նիկոլ Փաշինյանը։ 10 եպիսկոպոսներով մտնել Մայրաթոր եւ վեհապարին ուղարկել հանգստի։ Դա իր մոտ չստացվեց։ Ոչ իր մոտ, ոչ էլ եպիսկոպոսների մոտ, որոնք ժողովրդի լուտանքների ներքո հեռացան Մայրաթորի բակից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը վերցրել է օգտագործումը մեկ այլ ձևաչափ։ Իր ողջ ֆեյքերի պոակը եւ ովքեր խոսել գիտեն, բայց Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն, խոսել գիտեն։ Այսինքն փոխանակ ասեն ԿԳԲ, իրանք ասում են ԿԳԲ։ Նորմալ է։ Նիկոլ Փաշինյանն էր, չի ասում Владимир Владимирович, я приехал приклановаться, спасибо за восстановление войны։ Նորմալ է։ Այդ մարդկանց մոտ էլ այդպես է դասավորվել։ Իրանց այդ խոսակցական ռուսերենը։ Չես կարա մեղադրես։ Կամ չեն կրթվե, կամ էլ կրթվել են, բայց թերի են կրթվե։ Ոնց որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գարասկոպով կապիտուլյանտ։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ հաջողության չհասավ, վեհապարին հեռացնելու գործով, որ ժողովուրդը հավաքվեց, ասեց. ես կապ չունի ում եմ հավատեմ, ում եմ սատարում, ես կանգնած եմ Մայրաթորի կողքին։ Դու իրավունք չունես վեհապար հեռացնես, քանի որ նախ դու դրա սահմանադրական իրավունքը չունես, երկրորդ դու դրա բարոյական իրավունքը չունես, երրորդ դու ընդհանրապես ոչ մի իրավունք չունես։ Արցախ հանձնող կապիտուլյանտ վիժվածք։ Փորձում եմ կուլտուրական խոսալ։ Հիմա մեկ այլ ձևաչափով է հարցին մոտենում Նիկոլ Փաշինյանը, որը իր գործառույթի մեջ ամենամեծ տեղն է զբաղեցնում միշտ։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, ինչ որ մեկին մետի ոտի տակը քանդելուց առաջ։ Այդ մարդուն վերցնում է կերպար, սկսում է սևացնել, այս մարդը թալանչի է, էսա, էնա, վերջում ժողովրդի մոտ ստեղծում է բոբո կերպար, ես չեմ պաշտպանում Եզրաս Սրբազանին, ես փորձում եմ մատուցել Նիկոլի հոգեբանությունը, թե ինքը ոնց է մտածում։ Ստեղծում է այդ մարդուց բոբո կերպար, Հիշեք 2018 թվականի հեղափոխությունը, որ չասեք, «Էտա մտել ես անկապ բաներ ակ խոսաս», կան չէ մեկ ուղեղից թոփալներ, ովքեր իրանց խնինքը ուտելով մեծացել են։ Նորմալ է։ Ինչ արեց։ Սերժը մեզ թալանել է, նախկինները թալանել են։ Ճիշտ է։ Եկավ իշխանության Նիկոլ Փաշինյանը։ Ցույց տվեք, քանի նախկինա դատվե։ Չկա, չէ՞ տենց բան։ Նշանակումը մեզ չեն թալանել։ Ու դա ես չեմ ասում։
Դա ասում է Նիկոլ Փաշինյանի 7 տարվա կառավարման փորձը։ Եթե 7 տարվա մեջ չեն դատվել նախկին իշխանությունները, նշանակում է իրանք անմեղ են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ըստ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված գլխավոր դատախազի, ով սիրում է բալետ բարել։ Հիմա Եզրափ Սրբազանն ասում են KGB-ի ագենտ է։ Հարց հասարակ ժողովրդին, հասարակ հարց։ Օտար երկրա գործակալը, նույն Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ KGB-ի ագենտը։ Ինչ գործառույթներ է ինքը իրականացնում։ Հարց եմ տալի բոլորին։ Օրինակ, վերցեք ձեր վրա, հա։ Դուք ներդրվել եք ինչ-որ երկրում, այդ երկրի քաղաքացի լինելով հանդերձ, ու դուք հանդիսանում եք ուրիշ երկրի գործակալ, մանավանդ KGB-ի, չէ՞, Կոմիտետ գосударственной безопасности։ Դուք ինչ պիտի անեք։ Դուք պիտի ամեն ձև փորձեք այդ պետության եւ պետականության հիմքերը խարխլել, քայքայել, չէ՞։ Բաժանել ժողովրդին մի քանի մասի, այսինքն փորձել, եթե դա ազգ է, այդ ազգի միասնական կերպարը խարխլել, փորձել այդ ազգին համոզել, որ դու չունես մշակույթ, փորձել ազգին համոզել, որ դու ընդհանրապես պիտի գլուխդ կախաբրես։ Ինչու՞ չէ նաև վատ քայլերի գնալ այդ երկրում պետական պաշտոններ զբաղեցնող հայրենասեր մարդկանց նկատմամբ։ Դա կանի ցանկացած օտարերկրյա գործակալ։ Ճիշտ է։ Հիմա հարց։ Օրինակ եմ բերեմ Նիկոլ Փաշինյան, Եզրափ Ներսիսյան, Սրբազան։ Իրանցից որ մեկն է Էրդողան Բաբամի գիրքը գրգած նկարվե։ Եզրափ Սրբազանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Շատերը կասեք գիրքը գրգած նկարվելով դա դիվանագիտական հզոր քայլ էր, չէ՞։ Կասեք։ Կասի այն մասը, որը անվերապահորեն պրիսյակ տվածի պես հավատում է մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանին։ Հավատում է։ Ասում է վերևն Աստված, ներքև Նիկոլ։ Լավ, գիրքը դրինք մի կողմ։ Նիկոլ Փաշինյանը թե Եզրափ Սրբազանն է, բարձրաձայն արտահայտի ասե, այն սարի գլխին ձունա դրած, այն սարը մեզ պետք չի, տանք թույթա։ Որպես ես հիմա փորձում եմ վերլուծել երրորդ մարդու աչքերով, նայելով Նիկոլ Փաշինյանին եւ Եզրափ Սրբազանին։ Իրանցից որ մեկն ավելի գործակալին հատուկ գործողություններ արե։ Եթերի երկրորդ մասը կլինի 25+ երևի, որտեվ երրմա ներսս, մեջից Ազազելը զարթնելա Լուցիֆերի հետ, նարդի են գցեմ, ասում են բրծի քրֆի հանգստացի։ Դա երկրորդ օրինակ։ Նիկոլ Փաշինյան, Եզրափ Սրբազան։ Իրանցից որ մեկն է հրաման տվե Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի գերակա դիրքերից մեր զինուժը հետ քաշել։ Նիկոլ Փաշինյանը, թե Եզրափ Սրբազանը։ Հարց, հասարակ հարց։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը։ Ում ղեկավարման օրոք Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական ղեկավարն է, Եզրափ Սրբազանը մեր հոգևոր բարձրաստիճան հոգևորականներից մեկն է, ով հանդիսանում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ Ում ղեկավարման օրոք եւ ում հրամանով մեր բոլորի, մեր ազգի զոհված տղեկի մարմինները գցված էին պատվալներում կարտոշկի պարկերի մեջ։ Լավ, հիմա կասեն դու Նիկոլից վարված ես, այդտենց բաներ ես խոսում։ Հիմա անցնենք մեկ այլ ուղղության։ Սենց Սվետաֆորի կարմիրն փագել է, ստե կանանց ստրելկա է, մտա ես։ Այդտենց ասեմ, որ մարդիկ հասկանան։ Եզրափ Սրբազանը եթե լիներ KGB-ի գործակալ, ձեր ասելով, չէ, Նիկոլի ասելով KGB-ի։ KGB-ը չի կարամ ասել, դե ուղեղից թոփալ է, Կարասկոպով էլ Կապիտուլյան։ Եթե լիներ KGB-ի գործակալ, ինչ պիտի աներ ինքը։ Էլ եմ ասում, խարխլեր, պետականության հիմքերի անկախության հետ փորձել խարխլել այդ հիմքերը, ճիշտ է, բայց դրա փոխարեն ինչ անում Եզրափ Սրբազանը։ Մոսկվայում գոյություն ունի հայկական դպրոց։ Հենց Եզրափ Սրբազանի հովանավորչության ներքո։ Այսինքն Ռուսաստանում, Մոսկվայում կոնկրետ ապրող հայերը, հայերի երեխաները կարող են հաճախել հայկական դպրոց։
որպեսի հայը երեխան ծնվելով որպես հայի գենետիկան իր մեջ կրող անհատականություն, ինքը կարողանա ապրելով օտար հողի վրա, հա, կարողանա ծանոթ լինել հայկական այբուբենին, հայկական գիր ու գրականությանը։ Ճիշտ է։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, ձեր սիրեցյալ, ով ասում է Եզրաստ Սրբազանը KGB-ի գործակալ է։ Մեր հայկական գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի նկարը մեր գրերը երբ ստեղծվել 405-ից 406 թվականներին, ճիշտ է։ Մեսրոպ Մաշտոց։ Պահամա QR կոդի տակ։ Հայկական դասագրքերում, այբենարաններում։ Այսինքն երեխան Հայաստանում ապրող հայ երեխան, այցելով դպրոց չի կարողանում հասկանալ մեր տառերը ով է ստեղծել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է KGB-ի գործակալ, թե Եզրաստ Սրբազանը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն է։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի այս ոճը ուղղակի իր մեջ խոսում է իր աբիժնիկությունը, քանի որ ինքը լինելով ոնց կուլտուրական ձևակերպեմ, դժվար կյանք տեսած փողոցային պոռնիկը գրական բառ է։ Փորձում է ամեն կերպ վրեժի ծարավ կինոյի սցենարը իր գործի։ Ինքը նախատեսել էր, որ իր խնիկները հանող ուտող աջակիցների մեծ մասը գալու էր վերհապարին, վռնդեր, տաներ, գցեր, սենց բրդեր գցեր ձորը։ Բայց վերհապարը մնաց իր տեղում անսասան։ Ինչպես մեր բոլորի հայ առաքելական եկեղեցին մնացել է անսասան 1700 տարի։ Ճիշտ է։ Մեր հայ առաքելական եկեղեցին ունի 1700-ից ավել տարվա պատմություն։ Ովքեր քիչ թե շատ ծանոթ են պատմությանը, հայոց պատմությանը, այլ ոչ թե նորագույն Հայաստանի պատմությանը, որը իմիջիալոց եւս Նիկոլ Փաշինյանի օրոքա ներմուծվե մեր օրյա իրականություն։ Դիմագրավել է պարսիկների արշավանքին, մոնղոլ թաթարների, արաբների, ու չի կորցե մեր ազգային դիմագիծը։ Թաքուն իր այն արխիվներում, քարանձավներում մեր եկեղեցականները պահպանել են մեր պատմամշակութային ժառանգությանը վերաբերող գրություններ, արձանագրություններ։ 1915 թվականի Եղեռնի մասին արձանագրություններ, որոնք Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձեռք գցել եւ վերացնել։ Հիմա ով է գործակալ, Եզրասը, թե Նիկոլ Փաշինյանը։ Հարց, հասարակ հարց։ Գործակալը կարող էր հայկական դպրոց բացել օտար երկրի, հա, բայց մեր դաշնակից երկրի, այտենց ասենք, դաշնակից ասենք, հա, մայրաքաղաք Մոսկվայում։ Այս լույսենել վրես հանգավ։ Ռոմանոս լավ որ չտենաս, հեսին տնորենն է մեղավոր։ Չէ, նախկիններն են մեղավոր, Ռոմանոս անմեղ է, ինքը գանգրահեր երիտասարդ է։ Եթե Եզրաստ Սրբազանը լինել KGB-ի գործակալ, մի քանի օրինակներ են բերում, որ մարդիկ իրենց վերլուծեն։ Ինչ չլսեն, հա, լսեն իմ բերած օրինակները, իրենք իրենց մտածեն։ Արդյոք ինքը կհզորացներ մեր եկեղեցական թեմերը արտերկրում գտնվող, թե կասեր թո թուլանա, քանի որ եկեղեցին մեր ազգային եկեղեցին դա միակ կառույցն է, որը համախմբում է միջազգային մեր Սփյուռքին, որը աշխարհում ամենահզորներից մեկն է։ Հակառակը պետք է աներ, եթե լոգիկայով շարժվենք, ինքը խի պետք է հզորացներ մեր հայկական եկեղեցիները։ Նույն Եզրաստ Սրբազանը։ Հա։ Եզրաստ Սրբազանը հզորացնում է մեր Սփյուռքում գտնվող, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր եկեղեցիները, Նիկոլ Փաշինյանը բանակի ծառայությունը լինելով քաղաքական ղեկավար սարքում է տարուկես։ Բանակի բյուջեն կրճատում է, հիմա իրանցից ո՞ր մեկն է օտարերկրյա գործակալ։ Չէ՞ որ մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության ողնաշարը դա մեր բանակն է։ Չէ՞։ Իհարկե այո։ Եվ վերջապես շատ ու շատ օրինակներ կարելի է սենց անverջ թվել, հեսա հիշեմ էլի օրինակներ կբերեմ, այնպես չի որ սենց մտածել եմ այդ երկու բանը կարամ ասեմ։ Հələ մի րոպե, Նեվարքյան էսի մուտի տանեմ։ Նեվարքյան, ահա, լավ։
որպես օտարերկրյա գործակալ, հա? Այդ անհատականությունը մարդը ինչ պիտի փորձի ներարկել այդ տվյալ երկրի ժողովրդի գիտակցական մակարդակի մեջ։ Հասարակ հարց, դրամաբանական։ Տեսել եք երբևիցե Եզրած Սրբազանն ասի, որ մենք որպես ազգ թույլ ենք, որ մենք որպես ազգ շատ տկար ենք, մենք պիտի գլուխներս կախապրենք։ Չէ, բայց դրա հակառակն ով անում, ապրեք, Նիկոլ Փաշինյանը, Արցախը տանք հանգիստ ապրենք։ Տեսել եք Եզրած Սրբազանը ասի, էս մեր մի հայկական եկեղեցին տանք ռուսին, չգիտեմ, հրեային կամ ես իմ ում, հունացուն, այն մյուս եկեղեցիները հզորացնենք, ոչ։ Փոխաբերական իմաստով ատամներով պահում է մեր եկեղեցիները, դրանից բացի ընդլայնելով մեր եկեղեցական ցանցը։ Ինձ որպես հայի ավելի հոգեհարազատակ որ տարբերակը, որ իմ հոգեորականները լինեն տղա, այլ ոչ թե գաղութի բոզ, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, ով իմ հոգեորականների, իմ վեհարանի վրա հարձակում է նախատեսում, վերցնում է մի խումբ խլինք ուտողների, գնում են ընդ է։ Նիկոլ Փաշինյան, ախր տեսան քո աջակիցների տեսքը։ Սենց աշկերին գլխար քաշած միջնամատ էին ցույց տալի լրագրողներին։ Մանվել Սարգսյան ունես, ուխտի պես թռնում էր զաբորների վրա։ Ալենից էր սովոր է։ Ալենը պարապցնում է։ Բա։ Էլում օրինակ բե, Տեր Արամը, են հարամը, ասադրան։ 4 հոգի մարդ էր։ Դրեկողեր ասում էր, ժողովուրդ հանգստացեք։ Այդ ինքնին այդ խոսալու խնդիր ունի, Նիկոլ Փաշինյան։ Ինչքան շիզոֆրենիկ կան, չես ավկեկողերը։ Հա? Կամ դու լինելով Հայաստանի քաղաքական ղեկավար, հա? Ընդունել ես օրինագիծ, որ եկեղեցին դուրս է պետական անվտանգությունից, ճիշտ է։ Ճիշտ է։ Կա տենց օրինագիծ։ Հիմա բացատրի հանրությանը, քո բլոգերներով հանդերձ։ Ղազուբադ Դոմփող իմ անկոտրելի վարչապետ։ Ածեի շիստոյ, սիզմոյ, վասմոյ ածելները։ Անչի են թևանցուկ ուղեկցում 10 տիրադավներին։ Չէ որ նրանք այդ պետական աշխատողները, ովքեր սնվում են հարկատուների հաշվին եւ աշխատավարձ են ստանում, պիտի պահպանեն երկրի անվտանգությունը, բայց քո ընդունած օրինագծով իրանք ոչ մի աղերս չունեն եկեղեցու հետ։ Ինչ են պահպանում 10 եպիսկոպոսների անվտանգությունը։ Եպիսկոպոսները հրաժարվել են իրանց վեղարներից։ Թող հրաժարվեն վեղարներից, անցնեն աշխարհիկ կյանքի, հայտարեն դրա մասին հանրայնորեն։ Ես էլ ասեմ Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց անվտանգությունն է ապահովում։ Նիկոլ Փաշինյանը չի не противоречит։ Ինքը իր ընդունած օրենքին հակառակ բան չի անում։ Բա ո՞նց հալեն, որ ասում ես եկեղեցու հոգևորականներն ու կաթողիկոսը դուրս են ազգային անվտանգության ծառայության մատուցումից, հա, որ ազգային անվտանգության ծառայողները իրավունք չունեն ապահովել եկեղեցականների անվտանգությունը, բայց ԱՑ-ի, ՊՊՑ-ի, ԽՌՑ-ի, ԾԾՑ-ի բոլոր աշխատակիցները, ինչպես նաև Լորիսը, լավ է լինելու, Լորիս, это դու ինչքան ջենջ ես։ Ես կզզվամ դրան որ պյան գիտես։ Իմ սիրտն կխառնա։ Ես հասկանում եմ, որ լուրջ ակսեմ վաղո։ Ես հասկանում եմ, որ 40 տարեկանից կամ 50 տարեկանից են կողմ որոշակի կանանց մոտ անկախ ազգությունից սկսվում է կլիմաքսային process։ Բայց որ տղամարդկանց մոտ կարա տես process սկսվի, վառ օրինակ Լորիսը։ Տեսել ես Ալադինի մուլտիկը։ Այն կախարդն որ ուզում է լամպան գողնա, կախարդն շոթանալն, չէ՞, հիշում ես։ Այն թութակը որ այդ հիմա լամպը գողնն բերում է, հիշտես, չես տեսել։ Այն որ սենց քանդմա վեշել, դա Լորիսն է։ Բայց մա շոթա, ես պատրաստ եմ քո համար, ում վրա ասես գրիեմ։ Լորիսն է, Լորիսը, որպես չասեմ Լորիս, մեր պարոն Փաշյանը չի ճանաչի։ Չեմ ուզում հումորի վերածվի։
Պարոփաշյան, Հարութին Մկրչյանը, քո սիրեցալ Արամ Զավենի Սարգսյանի, վայթե դրանա չճանաչի, չէ, հուշում անեն, Պուտինն է մեղավոր, Պուտինը, եղբորս արածը պահել էր պետք, այդ Արամ Զավենի Սարգսյանի շոֆերը, որ ձեռները դրել էր ջեբի մեջ ջեբ, դա շլեր հագել էլի, մեկ էլ փորիկավոր տրուսիկ տակից, այն կապուտ շլվարի տակից ընգծվում էր, մարդկար չի տեսա, որ գնաց ասում էր գեներալ Մանվելի կաֆեն քանդելու եմ, Ժորջան լավ ա լինելու, ինչքան պարավ կա, փաթթվում էր, էշմազնում ասում էր, արի մի հատ քեզի գրգեմ, մենակ քվյաթերթիկ համար, ինչ էր ասում, 3, մենք 3, դուք 3, մենք քակենք դուք 3, այդպես մի բան է չի ասում, վայթե, Լորիսը, Էնել մուրազը փորը մնաց, բերանաց չբացվեր խայտարակ չանեի դրան, աբիշնիկա մնաց, Համի որոշել է խղեր տա, Համի որոշել է ասմա ցեղասպանությունը հեչ, սպիտակ թուրքերը մեջ, Լորիս, այդ որ ասում է սպիտակ թուրքեր, 30 տարվա իշխանություն, այդ հարցը ուղղել ես քո քնձախ վարչապետին, Պարոփաշյան քո այդ է որ ասում եմ քնձախ, բլուզդի տնամ ստես, Հարց տվել ես ասել ես, պարոն կապիտուլյանտ, դու ասիր նախկիները մեզի գրպել են, չրպել են, դոմպել են, ծսրել են, պրել են արևին, եկար իշխանության, քանի նախկին ես դադե, հարց տվել ես, որ ասում ես 30 տարի սպիտակ թուրքերը մեզ մորթել են, բա դուր էդ հարցը, խիչ ես տալի, կամ Հայաստանի պետա իրավական համակարգ հասել այն աբսուրդի ժանրին, հասարակ հայ քաղաքացի, շարքային, մի քիչ հանրաճանաչ, իրա խոսելա ոճով, հումորներով, մարդը ձված եղեր անան, ասպեր, բաստուրմա կցեք վրայբան, տարան պագին, Արմեն Ալեքսանյանին էշմերզից, ձված եղի հիմար, բա, արդարությունը վերականգնվավ, գիտես, իսկ մի հոգիով սպանած 4 հոգու, ասին դու ազատ ես, հել գնամ, բա, լրիվ Նիկոլի թիվնա, Չեմ ուզում հումորի վերածեմ, էլ ելյակ կրկնեմ, ձվածեղի հիմար մարդ եք նստացնում, 4 հոգու սպանածին արդարացնում եք, հետո ասում եք արդարությունն ենք վերականգնում, բայց ստից ակամայից հիշում եմ մի հատ պապական խոսք, վին խեռինապետ էր արդարություն, Կյա վին խեռինապետք, կսեք խոսկնամ ես, նվոր կսա գյադու դոր ես, կսա դասի եմ, կսա իմալ դասի ես, Դու 60 տարեկան, դու դասերի ես էթում հել է, կամ որ ասմա դոր ես դադի եմ, ասմա ոնց դադի եմ, էլի դադվար, ասմա չէ դադի եմ, էտե եմ էլի, մեր բարբարները մեզ կսպանան, մեզ պրտիկ ակեն են, ես կսիրեմ, հեմեն բարբարները կսիրեմ, Իսկ Նիկոլ Փաշինյանը, դասար երակ ինչ հզոր ելույթ ունես, ես դու արև թաղեմ, ես որ կսեմ անկոտրելի է, խափողի արև մերի, Նստել էր կառավարական շենքի մոտ, սենց պուպուլիկների պես, մատրոշկեքի պես նստած են կառավարական դեմքերը, այն թելի, որի ծակը սխմում է, Վահագն Ալեքսանյանն, Թերաշով խոզը տեսած կաս, հենա, քպեի մեջ է, Թերաշով խոզը, Անդոն Քոչարյանը, բեղիկներով Անդոն, չես առել վաբշե, բանանի համով, բեղիկներով Անդոնը, անտա լիքը ջնջուլազավրներ, Նիկոլ Փաշինյանը սենց Տենաս, ցած ծառան խփած սեղանին, վաղո։ Ու ինչ ասեց։ Ես այդ մոմենտ ցած այսենց հյարը ու գրեմ էի փուրք էտա այդ լայվի տակ։ Փուրք էլ փարք էլի փուրք։ Զոմբիներ ոնց են գրեն փուրք։ Ասում այդ խանութը փագեք, ինչ ուզում եք արեք, գաղութի բոզան հրաման տվեց։ Ու այդ նույն գաղութի բոզը Սարիրա ձունա դրե մեզի պետք չի։ Զորքնի սրեք, շռան վաղոն, հիշում ես պամպերսակտոն վաղոն, են պանանախարարը, զորքնի չսեց, այդ մարդն ով արել է այդպիսի քայլեր, ասմա 7000 երեխու վարի տվինք, բենզին ենք բերեմ, բենզին, տրնդեզին մի վեդրո շփելու եմ այդ ցախերի վրա, որ մնձրվի մեր Պարոփաշյանը, մնձրվի անեանա, ես լա սրբազանին ով հայկական դպրոցա բացում Մոսկվայում, Տերականգնում, հայկական եկեղեցիների ցանցնա ընդլայնում, հայ հոգևորականներին, ովքեր
ծառը հոգևոր ծառայություն են մատուցում մեր տարբեր եկեղեցիներում, ասում է տղեկ ջան, կանգուն մնացեք, պինդ մնացեք ձեր հավատքի մեջ, ու շատ ճիշտ բան ասում, ասում է միջև մինչ հոգևորական լինելը, դուք մի մոռացեք, որ դուք տղա եք, շատ ճիշտ բան ասում, իսկ ինչ ասում էր կապիտուլյանտը, ինչ ասում, որ կկրակեն ասում սահմանից, մի հատ ռացիով են տուտու հեռախոսով կավտնվեք դիրքեր, էլի անջտվավ, հեցի տնորեն, տակ քնես պախելնես, պուպուլիկի հետ եմ, կապնվեք ասմա դիրքեր, բա, տեսեք դաբրոկիտան, չանդամ ընգերետա կողը մերը, վիրավորվե, նոր կրակեք, բայց մի կրակեք, բենզինն թոգա պրծնի նոր, ու այդ մարդը, այդ բջիջը չի եսի, ամյոբան, եզրա սրբազանին ասմա գործակալ, բա ոնց չասեմ, գործակալը ակտիվ մասնակցի ընտանիքիդ բազմացման, բայց չեմ մտածում, որ եզրա սրբազանը այդքան անջաշակ կարա լինի, չէ, բայց ընտանիք էլ չունի մեր պարոփաշյանը, անտեր շունը, կնիկ թողած գնաց էտա իդի նահույ քաղաք կրթվելու, չինացիները, տեսել ես նուպագազի մուլտիկը, այն որ գելը դուրը բացումա, նապաստականը ստացած խփումա փեդին, ասում զայս, չես տեսել, այնքան եմ սիրել այդ մուլտիկը, նուգաբաձի էի ասում փոքր վաղ, նուգաբաձու մուլտիկը, երեխեք եսիմուրը, Մարիամ Փաշինյանը շտանգայակ վեկալի, էտա աճուկների մասնակ բարապցու, կսա պտի ձգես, ու այա ճպիտը պտի բան լեալ ես, ձիք, ձգոտ, երևի նա է մորը իրան խղճացել է, ասմա գենետիկան կարող է իրանն անի, էլի, այն մոթալի մեշոքի հետ եմ, էլի, այն Շուշանը ինչ անեմ դենաս, այն Շուշանի որ կնայեմ ուզում եմ ասեմ հոպա ջան, մի 3 հատ գարտուր տանենք տղեկով ուտենք, էլի, դրա բոյմուրուսը տեսել ես, ուй, սորսրեմ, բայց ես Անշոտիկին շատ ակ սիրեմ, իմ արև, տեսավ վերջ անգամ, խորոպեց այդ տան շեմին, այն որ պատերը խզբզած էր, հելավ գնաց, ասում ես պիվակ ծախեմ, չիպս կծախեմ, ռակի ոտ կծախեմ, չծնված պժուշոր կծախեմ բազարներում, ես չեմ մտնի ես տուն, ստե հեմեն կապիտուլյանտ են, մնացել է Արփին, Արփինալի ինչ անի խեղճ երեխան, կամազուրկ երեխա է, հերը շապատ մեկ Yandex տաքսի էր, չես հարկե համար առաջի բորդը, երեխուն խփում պոշկեքին էդ մայեսին որդ է, են նեկրոֆիլ վահագի հետ,